Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք փետրվարի 5-ին ժամը 7:30 Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում թատրոն 8-ը սկսում է իր նոր եթերաշրջանը։ Ամեն ինչ անցնում է ներկայացմամբ։ Մարդկային պատմություն, որն անտարբեր չի թողնի, իսկ թե ում եւ ինչպես կպատմեն մեր հյուրերը, ովքեր են մեր հյուրերը, Կարեն։ Եվ մեր հյուրերն են, այդ ես չպիտի ասեմ, մեր հյուրերն են Զարա Հակոբյան, Ժան Հովակիմյան, Մխիթար Ավետիսյան, ֆանտաստիկ մարդիկ, ես վստահ եմ, որ նրանց դուք ճանաչում եք տարբեր պրոյեկտներից, տարբեր բեմերից ու այնպես չէ որ մենք հեծանիվ ենք հայտնաբերելու կամ նորից ձեզ ծանոթացնելու այս ֆանտաստիկ տաղանդավոր դերասանների հետ։ Իսկապես ամեն ինչ անցողիկ է։ Ամեն բան անցնում է։ Իհարկե անցնում է։ Միայն հիշողություններն է կարծում եմ մնում, լավ, վառ հիշողությունները, եթե կարող ես ներսումդ պահել, ուրեմն քեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Այս դեպքում։ Այդ հարցին բոլորս պետք է պատասխանենք։ Ներկայացում այն մասին, մխիթար, որ երբ որ բառերը այլևս անզոր են, ոչինչ հնարավոր անել չէ, բայց մարդիկ փորձում են իրար հասկանալ, ինչը կարծում եմ ներկայացման ընթացքում փորձել եք անել նաև դուք։ Դե հա, ճշմարտություն կա, բառերը անզոր են, որովհետև ինչքան շատ ես խոսում, ինչքան շատ ես ասում, ամբողջ էներգիան կորում է։ Այսինքն ներկայացման մեջ այդպես մի հատ ֆրազ կա, նախադասություն կա, շատ բառեր պետք չեն իրար հասկանալու համար, շատ բառեր պետք են իրար չհասկանալու համար։ Մեծ հաշվով այդպես է։ Վլադիմիր Տարասյանցը որոշեց ընտրել մի պես, որը պիտի թարգմանվի, բայց այդպեսից մնաց մի 30% բան, երևի։ Չէ, թարգմանությունը լիարժեք թարգմանվեց Զարայի շնորհիվ։ Թարգմանվեց լիարժեք, բայց ընդհանուր մնաց մի 30%-ը, որը որ փորձերի ընթացքում ձեր շնորհիվ համեմվեց, փոխվեց, ավելացավ, միաձուլվեց։ Վլադիմիր Տարասյանցը վերջում ասաց ոնց որ բան չի մնացել։ Նույնիսկ բան չի մնացել։ Դրա համար հեղինակի անունը չենք նշել։ Քանի որ ընթացքում ինչև վերջին օրն էլ Վլադիմիր Տարասյանցը այդպիսի սովորություն ունի փոփոխելու մտքեր, նոր մտքեր են գալիս փորձերի ընթացքում, մենք էլ ենք նոր իրավիճակներ։ Հա, մենք էլ ենք ավելացնում կամ տեղայնացնում, ինչ է ժամանակակից կլինի, քանի որ մի փոքր ուշ ժամանակներում է գրվել պիեսը եւ ավելի արդիական թարմ ու հետաքրքիր ենք փորձել։ Իսկ ինչպիսի պատմություն է սա, ավելի շատ ցավի, հույսի, թե կյանքի։ Ժաննան պատասխանի, թե ես։ Դուք պատասխանեք։ Ասեմ մի բան, օրինակ Կարեն ջան, դու ունես կյանքում տես պատմություններ, չէ՞, որոնք որ շատ երբեք չես պատմել կամ պատմել ես ինչ-որ տեղեր շատ հարազատ մարդկանց մոտ, ստենդափը ինչ ասեմ, ուղղակի պատմություններ, որոնք որ շատ մարդկային են։ Դա Շեքսպիր չի, դա մյուսը չի, նրանք էլ են մարդկային, բայց պատմություններ կան, որոնք որ այնքան մոտ եւ քո հոգուն եւ դիմացին, որովհետեւ ասում եմ, ես ինձ հետ էլ ասես բան պատահել, բայց ես երբեք չեմ պատմել այդ պատմությունը կամ ես էլ մոտավորապես մի հատ այդպես բան ունեմ, որ այնքան մարդկային է, այնքան ճշմարիտ է, որ յուրաքանչյուրին կարող է սրտին վերցնի, էլի հուզի կամ չգիտեմ ուրախացնի, ասի, ես ինչ էր, ես գիտեմ այս պատմությունը, բայց որտեղից սա հեղինակներ չեն, սրանք պատմություններ են, որոնք որ մերն են, իննա, Զարայիննա, Վլադիմիրիննա, Ժաննան չի պատմել, չի կարող։ Կարծում եմ ներկայացման ընթացքում էլ հանդիսատեսը, որ լսում եւ դիտում է այդ ներկայացումը, բաներ կա, որ հիշում է, ինչ որ մոռացել էր, հենց մանկությունից, հենց իր ընտանիքից, հենց իր անձնական կյանքից ու այդ լավ հուշերը, որ անցել էին մոտը, վերհիշում է եւ իրեն տաքացնում է այդ հիշողությունը։ Կարծում եմ ներկայացման ընթացքում հանդիսատեսը այն ինչ որ մոռացել է դուրս ենք բերում այդ հիշողությունները։ Ներկայացման ժամանակ իմ կարծիքով ամեն մի հանդիսատես կգտնի իրան, կգտնի ինչ-որ հարցերի պատասխաններ, ինքը իր մեջ sense ինքը իրեն այդ հարցերը կտա քննարկի, բայց ես գիտեմ նաև որ այդ փորձերի ընթացքում ինչպես որ դուք նշեցիք տարբեր մարդկանց պատմություններ։ Ես գիտեմ որ ձեր շրջապատից ընկերներից կամ պատմություններ, որոնք դուք այսպես ասած ներառել եք ու ոչ մեկ դրա մասին չգիտեք։ Հետարքիր է դահլիճում եղել են ձեր ընկերներից, որ ասեն մի վարքյան, էսի մասին է, կարծես իմ կյանքում եղել է sense բան։ Գրանցվել է դες դեպք։ Հիմա ասեմ հայրիկիս հետ կապված մի պատմություն կա, որ ներառված այս ներկայացման մեջ։ Ցավոք հայրս չկա, ընկերոջն չեմ կարողացել հրավիրել, բայց այդ պատմությունը շատ օրիգինալ պատմություն է, որ
մինչև լուսաբաց իրար ճանապարհում են շենքերը մոտ է, մինչև լուսաբաց իրար ճանապարհում են տուն։ Հետո մեկ էլ բռնասում են այն բանի վրա, որ արդեն լուսաբաց է։ Մենք մինչև առավոտ իր ճանապարհել ենք։ Դե լավ, արի բարձրանանք, մի քանի բան էլ խոսենք, բան կիսվենք, այսենց ընկերոջ համար ոնց կարող է լինել, որ ամբողջ գիշեր իրար ճանապարհում են տուն։ Դից ոնց է լինում։ Ինքը գնում է, բա դու ոնց ես հասնելու մենակ։ Դե լավ, սերուն տեղ աշենքը չէ, ես քեզ կճանապարհեմ։ Հետո բա դու ոնց է ես քեզ, բայց սա խմատության բանը չի, սա ուղղակի ընկերության այդ բանն է, էլի ոնց ես հասնելու դու ես քեզ կճանապարհեմ։ Բայց ես էլ ունեմ այդպես պատմություն, ես ընկերոջս հետ մինչև առավոտ 6-ը ու հանդիպել ենք երեկոյան 10-ին, բայց մինչև առավոտ 6-ը միասին էինք։ Հա, չէ, ճանապարհում էինք իրար այտենց տնից տուն։ Շենքերը իրար կողք ենք, ասում ենք լավ, արի մի քայլենք մեր շենքի մոտ, հիշես, մեր շենքի մոտ նա ցայտակտորի մոտ մի հատ բան, չէ, լավ, արի մի քայլենք, մի հատ քայլենք, լավ, եղանակն էլ լավ է։ Նորից է։ Իսկ կա ներկայացման մեջ ինչ որ դրվագ, որ ամեն անգամ խաղալիս այլ զգացողություններ եք ունենում։ Թե ներկայացումը երկրորդ անգամ ենք խաղալու փետրվարի 5-ին, այդ ներկայացումը կարծում եմ շատ անգամներ պետք է խաղանք, որ այդ զգացողությունները գա եւ ոչ մի ներկայացում նախորդ ներկայացման նման չի անցնում, ամեն անգամ նոր բաներ բացահայտում ենք, ուրիշ ձևով էս արդեն ընկալում, խաղում ու զգում եւ հանդիսատեսի էներգետիկան էլ տարբեր է, ամեն դահլիճ իր էներգետիկան է բերում, իր այդ փոխհարաբերությունները դահլիճի հետ շատ են փոխում ներկայացման ընթացքը, կարծում եմ։ Վլադիմիր Տարասյանցի դուք նաև on-line եք աշխատել, ու Գերմանիա, ասենք սովորենք, չէ՞ կամ կարգն է, տես որ ռեժիսորը պետքա լինի կողքին, կողքի սենյակում, լավ մաքսիմում, բայց on-line ռեժիսորից եք հարցնում, ես կարող եմ ասել։ Հեշտ է, բայց հնարավոր է այդպես։ Համ on-line, համ էլ ներողություն հայերեն լեզվով, որին ինքը չի տիրապետում, բայց ինքը շատ լավ անում է մի տառ, ամեն մի բառ զգում է, հասկանում է, հետևում է թարգմանության եւ ոչ մի տեղ, ոչ մի կետում նրան հնարավոր չէ այսպես ինչ որ պլստալ էլի, սենց ասել, դա չի նկատի, ինքը ամեն ինչ նկատում է եւ զգում է, որ շատ զարմանալի է։ Յուրահատուկ փորձել է։ Յուրահատուկ մարդ է ինքը։ Ինձ համար որպես ռեժիսոր իր մտքերով, իր ուղղությամբ, իր մեթոդներով ու շատ խորը բացահայտելով յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր նախադասություն, յուրաքանչյուր մանրուք, այսպես դետալային աշխատող ռեժիսոր, որ երբեք բան չի անում, էլի չի դոփում տեղ, այսինքն ոնց ասեմ ձեզ, կոնվեր չի անում, այսինքն մեզ պետք է ռեպերտուար, հեսա կանենք ռեպերտուար, տես չի, ռեպերտուարը պետք է լավը լինի, այսինքն մարդուն մոտ լինի, մարդու սրտին եւ մտքին մոտ լինի, հոգուն վերցնի, էլի ես մարդը, այսպես։ Ես եթե չեմ սխալվում, Պրալիբով ներկայացում դուք չէ, on-line է։ Հա, Պրալիբով Ես Զարանա այստեղ դերասաններից ներկա Զարանա, պիտի ասեմ հրաշալի ներկայացում է, շատ հումորային, նուրբ sense կներես որ չեմ դուք դες խոսած։ Ես հասկանում եմ, ոչ դու դասերից խոսած։ Դե ասեք։ Ես մի փոքր լրացում եմ ուզում անել դրա հետ կապված, քանի որ մի փոքր ավելի փորձառու եմ այս ամեն ինչի մեջ, ինչ վերաբերում է on-line փորձերին, քանի որ արդեն երևի 3-4 տարի կլինի, որ Վլադիմիրի հետ աշխատում ենք միասին ու երբ որ առաջարկ է լինում դերասաններին ու առաջին բանը երբ որ ես ասում եմ on-line փորձերի մասին, միշտ իրենք վախ ունեն ներսում, իրականում դա կա, բայց ես սկզբում համոզողի դերում եմ լինում, որ մի վախեցիր, կտեսնես, որ ամեն ինչ այնպես է անցնելու, որ անգամ չես էլ նկատելու նրա բացակայությունը քո կողքին։ Այ ամենադժվար այդ մի փուլն է, որ ես միշտ անցնում եմ բայց հետո շնորհակալ եմ իրականում դերասաններին, որ հիմա էլ իրենք կոնկրետ ասում Մխիթարին եւ Զարային իմ շատ սիրելի դերասաններին իրականում եւ իրենց գլխավորությամբ ուզում եմ իսկապես շնորհակալություն ասել նաեւ մեր մյուս դերասաններին, որ իրենք թատրոնութի կողքին են, կիսում են մեր գաղափարները եւ մենք այդպես սիրուն ջերմ հարաբերություն ունենք
ստեղծած ու այդպես առաջ են գնում, կարծում եմ դեռ շատ երկար ենք առաջ գնալու, ինչ որ իրենք կխոսեն եւ Մխիթարը թույլ չի տա ինձ խոսել, ես ասեմ, որ արագ այսպես անցում անեմ, ասեմ, որ այս տարվա մեջ կարծում եմ մենք էլի կհանդիպենք եւս գուցե 2 անգամ, որովհետեւ ես կարծում եմ, որ տարվա ընթացքում եւս 2 առաջնախաղեր կունենան։ Այս եթերից հետո մեծ շեղավ իրեն։ Չեմ կարծում։ Դուք ամենասիրելին եք այստեղ։ Բայց նաև Վլադիմիրը, եթե ես ճիշտ գիտեմ, օրինակ ինչ-որ մի պիես կամ ներկայացումից առաջ ինքը արդեն նախորդ ով է խաղալու, դա ճիշտ է։ Արդեն ընտրում է, այսպես ասած, ընտրածալին դերասանները։ Այսպես է։ Երբ որ մենք առաջին անգամ սկսեցինք աշխատել, դա քույրեր ներկայացումներ եւ շատ մարդկանց, շատ դերասանների Վլադիմիրը չէր ճանաչում։ Հիմա էլ է այդպես։ Հիմա այնպես է ստացվում, որ իմ միջոցով է Վլադիմիրը ճանաչում դերասաններին ու երբ որ մի պիես է լինում, թեպետ հիմա արդեն կա որոշակի թիմ, որին արդեն իսկ ճանաչում է։ Օրինակ, երբ որ ամեն ինչ անցնում է ներկայացումը, պիտի բեմադրվեր, նա արդեն գիտեր ովքեր պիտի խաղան ներկայացման մեջ եւ այնտեղ քննարկման խնդիր էլ չկար, հա, բայց օրինակ հիմա առաջիկայում նաեւ սպասվում են նոր փորձեր, որտեղ մենք դերասաններ ենք փնտրում Եվ դա տեղի ունենում իմ միջոցով, ես ստանում եմ այնտեղից որոշակի ինֆորմացիա ովքեր են պետք, մոտավորապես ես փորձում եմ փնտրել թատրոններում կամ Կարենի տեխնիկությունը կարող ես առաջարկել, Կարենը մեծ սիրով խաղա։ Ուզում եմ ասեմ, այդպես է տեղի ունենում իրականում այդ միջալոց շատ լավ փորձ է թատրոն 8-ն առաջարկել, որ տարբեր թատրոններից դերասաններ, որ ովքեր իրար չէին էլ ճանաչում, իրար հետ չեն աշխատել, նույնիսկ բեմում չեն տեսել, ինչը շատ տխուր է։ Միասին աշխատելու ու դա շատ լավ է, որ տարբեր թատրոններից դերասաններ առանձին ինչ որ խումբ է ստեղծել Ժաննան թատրոն 8-ը կոչվում, որտեղ միասին ստեղծագործում են եւ դա լավ փորձ է։ Եվ եթե թույլ կտաք ավելացնեմ, որ բոլոր մանրամասներին կարող են թատրոն 8-ի հետ կապված կարող են իմանալ Facebook-յան, Instagram-յան էջերից։ Հետևեք էջերին։ Այո, իրականում հրաշալի առիթ է, որ ես հիմա դրա մասին խոսեմ։ Մենք ունենք Facebook-յան եւ Instagram-յան էջեր եւ մեր խաղացանկին ծանոթանալու համար, եթե բաժանորդագրվեն, իհարկե Պետք չի խոսել, պետք է ճիշտ աշխատել Facebook-ով եւ Instagram-յան էջերը պետք է ճիշտ ինքնին դժգոհ է։ Ես դժգոհ չեմ, ճշմարտություն ասելը դա դժգոհություն չի։ Հիմա մենք ունենք օրինակ Տոմսարկղ.am կայքով, բայց մի քանի օր, գուցե շաբաթ դա չի երևացել որևէ մեկին, այսինքն ամսի 5-ին ներկայացում պետք է խաղանք արդեն ամեն ինչ անցնում է ներկայացումը, բայց դրա մասին շատ-շատերը չգիտեն։ Նկատի ունեմ, սա շատ լավ առիթ էր, ես դրա համար եկա, ես եթերների չեմ սիրում գնալ, բայց առիթ էր, որ գամ եւ հեռուստադիտողին եւ հանդիսատեսին, որ շատ են սիրում թատրոն, այսինքն թատրոնա թատերասերներին ասեմ, տեղեկացնենք ձեր միջոցով, եթերի միջոցով, շնորհակալություն հայտնելով ձեզ եւ բոլորին նրանց, ովքեր նայում են, դիտում են ձեր եթերները, մեզ տեսնում եք ամսի 5-ին, փետրվարի 5-ին, ժամը 17:30-ին Տիկնիկային թատրոնի մեծ 19:30-ին, 19:30-ին։ Երկու ժամ շուտ էինք կանչում մարդկանց։ Թող գան, թատրոնը դատվեն, թանգարանն է, չէ՞ թատրոնը։ Որտեղ բայց ձեր աուդիտորիաներն է մեծ, ձեր հետևորդներն են շատ, այո դուք օրինակ ես իմ որևէ էջի, սոցէջի չեմ աշխատում, որովհետև ձերը չէ։ Ժամանակ չունեմ, այլ ժամանակի հարցը չի։ Չեմ կարողանում, այսինքն ոչ թե չեմ կարողանում, չեմ ուզում։ Հետո ափսոս, որ արվեստագետները դրա վրա ժամանակ ծախսեն սոցիալական, ավելի լավ է ստեղծագործեն, կարդան, ընթերցեն, զբաղվեն իրենց դերերով, քան անընդհատ ինչ-որ բաներ կարեք։ Բայց դուք էլ մաքսիմալ պետք է տարածեք, որովհետև ձեր օգնությամբ ունեք շատերը կիմանան, որ գոյություն ունի թատրոն, գոյություն ունի sense ներկայացումներ, այլ ոչ թե գոյություն ունեն կաֆեներ, sense բաների համար, կա թատրոն։ Եվ այն գումարը, որ ծախսվում է կաֆեի վրա, իհարկե չեք համեմատի այն տպավորությունների ու հաճույքի հետ, որ տալիս է թատրոնը, որ արվեստի Չէ, եկեք փաստենք, բայց մի բան, որ գնալով շատանում են թատրոնի սիրահարները ու այնպես չի, որ տոմսեր չեն ծախվում կամ դժվարությամբ են տոմսեր ծախվում, չէ՞։ Վճարվում են, այսինքն նույնիսկ թանկ դնելու դեպքում, այսինքն տոմսերի արժեքը բարձրացնելու դեպքում մենք տենց հոգեբանական բան, եթե մի քիչ ավելանում է, չէ՞, տոմսի արժեքը, ասում են ուրեմն արժի, հետո
կներեք ռուս օտարալեզու բառը պրեստիժ բան կա, էլի, դեռ իրականում ամեն տեղ չի որ պետքա գնալ, ես չեմ ասում մերը շատ լավն է, մյուսը չգիտես ինչ, բայց պետքա ընտրել ի վերջո։ Յուրաքանչյուր մարդ ընտրում է իր համար հաճելի աչքի եւ մտքի եւ չգիտեմ հոգու համար հաճելի մի որ գնա տեսնի։ Դա որ հիմա ընտրության հնարավորություն շատ կա, լայն տեսականի կա ներկայացումների, թատրոնի եւ հնարավորություն ունի մարդ գնա ու ինքը իր համար գտնի իր լավագույն վայրը հանգստանալու, որտեղ շատերը հասկանում են, որ այո, այդ ուտելով, կաֆեներով եւ այլն հոգնում են, կյանք անցնում է եւ տպավորությունները շատ այո, օրինակ անցած տարի մենք օրինակ բացահայտում արեցինք մեր համար, որ Հրազդանում գոյություններ մեկ թատրոն բացվել է, երկրորդ թատրոնը, ոչ թե հյուրանոց, ռեստորան, թատրոն։ Ասեք դա ֆանտաստիկ է։ Ու Հրազդանում։ Ու Հրազդանում։ Բայց Հրազդանի թատրոնը դու տեսել ես, թատրոնի շենքը։ Հիանալի բան է, հիանալի փոքրիկ օպերան է։ Մարզերում իրականում մարզերում շատ մեծ կարիք կա զարգացնելու արվեստը, թատրոնը։ Իդեպ ասեմ, ներողություն, որ թատրոնը շատ է մարզերով շրջում, երկար տարիներ է, որ մենք ունենք մեր վրա այդ ինքներս այդ բեռը մեր ուսերին տանում ենք, որովհետև նաև հասկանում ենք, որ դա շատ կարևոր է այդ տվյալ մարզի հասարակության համար, հա, այնտեղ ապրող ժողովրդի համար, քանի որ բոլոր մարզերում չէ որ թատրոն կա, իդեպ ասեմ, դա վստահ կարող եմ ասել, երբեմն լինում է որ իրենց մեկ այլ շենքում է իրականանում ներկայացումը կամ մշակութային եթե տներ կան, ամեն դեպքում փորձում ենք ինչ-որ մի բան անել մարզային Բայց օրինակ թատրոնուտի պլաններում ուղղակի շրջում են։ Դե ուրիշ ինչ պետք է անեն։ Խաղայք շրջում ենք։ Այդ շրջում ենք, խաղում ենք հետ են գալիս։ 26-ի, եթե 26-ի ընթացքում էլ չէ, 2027-ի համար օրինակ կարող նախատեսեք բոլոր մարզերով թատրոնուտը ներկայանալ։ Իրականում ես նախատեսում եմ, որ 2026-ին էլ է դա լինելու, այնպես չէ որ ինչ 2027։ Չէ, որովհետև եւ ֆինանսապես 2027-ին քանի տարեկան է դառնում թատրոնուտը հարց։ 2007 թվին է ծնվել թատրոն 8-ը։ 20 տարեկան է դառնում։ Դե որ 20 տարվա կապակցությամբ եմ ասում։ Ես ինչ եմ ասում, ցանց, որովհետև եւ ֆինանսապես հասկանում դա շատ դժվար է եւ տեխնիկապես Իհարկե դժվար է, շատ դժվար է։ Իրականում այնտեղի ժողովուրդն էլ շատ սովոր չի թատրոն գնալուն։ Եվ այնտեղ միշտ չէ, որ մենք խաղում ենք ժամը 7-ին կամ 7-ից, այս դեպքում արդեն 19:30։ Այդպես չի, լինում են դեպքեր, որ խաղում ենք 15-ին օրինակ։ Իմ կարծիքով կան մարզեր ու քաղաքներ, որտեղ ցավոք սրտի, ինչպես որ նշում են, ոչ մշակութային կենտրոններ կան, եթե կան էլ փակ են ուղակի կեղտոտ փոշով կատարված, կամ շատ վատ վիճակում են, չկա թատրոն, ու եթե լինի, իմ կարծիքով մարդիկ 15:00-ին կգնան, 17:00-ին կգնան, 19:30-ին կգնան, որովհետև սովորության խնդիր է։ Սովորության խնդիր է։ Սովորեցնի թատրոնուտը։ Արի խոսենք ամսի 5-ի ներկայացման մասին։ Հիշեցնենք եւս մեկ անգամ փետրվարի 5-ին 19:30 Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիպիկային թատրոնում թատրոնուտը սկսում է իր նոր թատերաշրջանը, ամեն ինչ անցնում է ներկայացմամբ։ Իսկ մեր հյուրերն Զարա Հակոբյանը, Ժաննա Հովակիմյանը եւ Մխիթար Ավետիսյանը։ Շնորհակալ եմ։ Ասացիմ всё շուտ արագացրեք, վերջին հարցերը պատասխանել ու գնանք, որովհետեւ արդեն այսքան է։ Վստահ եմ ամեն մեկը կգտնի այս ներկայացմանը գոնե ինչ-որ մի հարցի պատասխան ու բավարարված, հագեցած, տպավորիչ էներգիավլի դուրս կգա ու փողոցում այս մեր մռայլ իրականության մեջ կքայլի ժպիտով ու կվարակի բոլորն այդ ժպիտը, որովհետև իրականում պակասել է այդ դրականը մեր իրականության մեջ։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ հաջողություններ ենք ցանկանում։ Վստահ եմ կգաք էլի մեր մոտ, Մխիթար։ Մենք մեծագույն սիրով կսպասենք։ Շքերների հետ կգաք։ Մերսի։ Տան, շնորհակալություն։ Հանդիպենք վաղը, սիրելիներս, այո։